Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Այսօրվա թեման այն հիմքն է, որի վրա կառուցվում են գրեթե բոլոր SQL հարցումները։ Ծանոթանալու ենք select հրամանին և where պայմանին։ Դրանց միջոցով կարելի է ընտրել աղյուսակից հենց այն տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են։ Միասին կուսումնասիրենք նաև մի շարք կարևոր օպերատորներ, որոնք օգնում են ֆիլտրել տվյալները։ Կծանոթանանք SQL լեզվի ամենակարևոր հրամաններին, որոնցից առաջինը select-ն է։ Տեսանյութում օգտագործվող տվյալների բազան դուք նույնպես կարող եք ստեղծել ձեր համակարգչում։ Տեսանյութի ներքևում կտեսնեք SQL ֆայլի հղումը, որտեղ գտնվում են տվյալների բազան ստեղծելու բոլոր կոդերը։ Ներբեռնեք ֆայլը ձեր համակարգչի մեջ, այնուհետև SQL սերվերում ստեղծեք նոր դատաբազա, բացեք ներբեռնած ֆայլը, աշխատացրեք կոդը և կունենաք նույն բազան, որի վրա մենք միասին կաշխատենք այս և հաջորդ տեսանյութերի ընթացքում։ Այսպես դուք կկարողանաք ձեր համակարգչում կրկնել բոլոր օրինակները և փորձել տարբեր հրամաններ ինքնուրույն։ Այժմ ունենք դատաբազա համապատասխան աղյուսակներով, սյուներով և լրացված տվյալներով։ Ստեղծված դատաբազայի մոդելն ամբողջությամբ տեսնելու համար Database Diagrams հատվածում աջ քլիք ենք անում, ընտրում New Database Diagram տարբերակը, սեղմում Yes կոճակին, այնուհետև ընտրում բոլոր աղյուսակները և սեղմում Add կոճակին։ Ինչպես տեսնում եք, սա մեր նոր ստեղծած դատաբազայի ամբողջական մոդելն է, որտեղ երևում են բոլոր աղյուսակները իրենց սյուներով և կապերն աղյուսակների միջև։ Հիմա խոսենք select հրամանի մասին։ Select հրամանը SQL-ում տվյալների ստացման հիմքն է։ Այն թույլ է տալիս SQL հարցման միջոցով ստանալ մեզ անհրաժեշտ տվյալները տվյալների բազայի աղյուսակներից, ինչի շնորհիվ այն ամենահաճախ օգտագործվող SQL հրամանն է։ Select հրամանի ձևաչափն այսպիսին է։ Select-ից հետո նշում ենք մեզ անհրաժեշտ սյուների անունները, կամ եթե ցանկանում ենք բոլոր սյուները միասին, նշում ենք աստղանիշ, այնուհետև from և from-ից հետո այն աղյուսակի անունը, որտեղից ցանկանում ենք ընտրել նշված սյուները կամ բոլոր սյուները միասին։ Դիտարկենք պարզագույն մի օրինակ։ Մեր տվյալների բազայում ունենք employees աղյուսակ, որն ունի 9 սյուն և բազմաթիվ տողեր, որոնցից այս պահին 34-ը ցուցադրված են պատկերի մեջ։ Եթե գրենք select աստղանիշ from employees հրամանը, ապա այն կվերադարձնի employees աղյուսակի բոլոր սյուներն ու բոլոր տողերը։ Այժմ ընտրենք կոնկրետ սյուներ, օրինակ անուն, ազգանուն և էլեկտրոնային փոստի հասցե employees աղյուսակից։ Select first name, last name, email from employees։ Այս հրամանը կվերադարձնի միայն աշխատակիցների անունները, ազգանունները և էլեկտրոնային փոստի հասցեները։ Ներկայացնենք նաև, թե ինչ է ալիասը։ Ալիասն օգտագործվում է SQL հարցման մեջ սյունակին կամ աղյուսակին ժամանակավոր այլ անուն տալու համար։ Այն կիրառվում է հարցման մակարդակում կոդի ինտերնելիությունն ու կառուցվածքը բարելավելու համար, երկար կամ բարդ անունները կարճացնելու նպատակով, անվանական բախումներից խուսափելու համար, օրինակ, երբ մի քանի աղյուսակներում առկա են նույն անվանումով սյուներ, և հատկապես ջոինների, ենթահարցումների ու բազմաշերտ հարցումների դեպքում, որտեղ անհրաժեշտ է հստակ տարբերակել աղյուսակներն ու արտահայտությունները։ Ալիասը գործում է միայն տվյալ հարցման սահմաններում և չի փոփոխում տվյալների բազայի իրական սխեման։ Օրինակ, countries աղյուսակից country name և region ID սյուները ընտրելիս, նշենք country name as country և region ID as region, ապա country name-ը արդյունքում կցուցադրվի որպես country սյուն, իսկ region ID-ն որպես region։ Կիրառենք հարցումը նաև SQL սերվերում և տեսնենք արդյունքը։
Անցնենք where պայմանին։ Where-ը ֆիլտրում է գրառումները որոշակի պայմանների հիման վրա, վերադարձնելով միայն այն տողերը, որոնք բավարարում են այդ պայմաններին։ Սա կարևոր է մեծ տվյալների հավաքածուների հետ աշխատելիս։ Where պայմանական արտահայտությամբ select հրամանի ձևաչափն այսպիսին է. select անհրաժեշտ սյուները, from աղյուսակի անունը և վերջում where ու համապատասխան պայմանը։ Պայմաններում կարող ենք օգտագործել մի շարք օպերատորներ, ինչպիսիք են հանրահաշվական, համեմատության, տրամաբանական օպերատորներ, ինչպես նաև հատուկ արտահայտություններ և այլն։ Դիտարկենք where պայմանով հարցման օրինակ։ Այս հարցումը կվերադարձնի բոլոր այն աշխատակիցների անունները, ազգանունները և աշխատավարձերը, ում աշխատավարձը 10,000-ից բարձր է։ Հիմա խոսենք օպերատորների մասին։ Where պայմանում end օպերատորը օգտագործվում է մի քանի պայման միաժամանակ ստուգելու համար։ Այն վերադարձնում է միայն այն տողերը, որոնք բոլոր պայմաններին համապատասխանում են։ Օրինակ, այս հարցման արդյունքում կվերադարձվեն միայն այն աշխատակիցների անուն, ազգանուն և աշխատավարձի չափերը, որոնց համար job ID-ն հավասար է 6-ի և աշխատավարձը մեծ է 7,100-ից։ Or օպերատորը SQL-ում օգտագործվում է մի քանի պայման ստուգելու համար where կամ այլ արտահայտությունների մեջ։ Այն վերադարձնում է տողը, եթե գոնե մեկ պայման ճիշտ է։ Եթե բոլոր պայմանները սխալ են, արդյունքը չի ընտրվի։ Օրինակ, այս կոդը կֆիլտրի բոլոր այն գրառումները, որոնց department name դաշտը հավասար է accounting կամ location ID դաշտի արժեքը հավասար է 1003։ Between օպերատորը ընտրում է արժեքները նշված միջակայքում, ինչը հատկապես հարմար է ամսաթվերի և թվային միջակայքերի համար։ Միջակայքը ներառում է երկու եզրային արժեքները։ Օրինակ, այս դեպքում հարցումը կվերադարձնի բոլոր այն աշխատակիցներին, ում աշխատավարձը 5,000-ից մինչև 10,000 միջակայքում է։ Իսկ not between-ը ստուգում է արդյոք արժեքը չի գտնվում նշված միջակայքում։ Այս հարցումը կվերադարձնի բոլոր այն աշխատակիցներին, ում աշխատավարձը չի գտնվում 5,000-ից 10,000-ի միջև, այսինքն փոքր է 5,000-ից կամ մեծ է 10,000-ից։ Կարող ենք նաև where-ի հետ կիրառել միանգամից մի քանի օպերատորներ։ Օրինակ, տանք պայման օգտագործելով between և end օպերատորները միասին։ Այս կոդը կվերադարձնի բոլոր այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքի են ընդունվել 2017 թվականի սկզբից մինչև 2018 թվականի ավարտ և աշխատում են 5-րդ ստորաբաժանումում։ Այսպիսով, սովորեցինք ինչպես տվյալների բազայից ընտրել աղյուսակներ կամ սյուներ select հրամանի միջոցով, ֆիլտրել դրանք where պայմանի միջոցով, կիրառել օպերատորներ պայմանների մեջ, ստեղծել ալիասներ, որպեսզի հարցումները լինեն ավելի պարզ, իսկ հարցումների արդյունքներն ավելի նշանակալից։ Նշեմ նաև, որ SQL-ի առավել խորացված գիտելիքներ ձեռք բերելու համար կարող եք այցելել excelist.am կայք, SQL Basics դասընթացի բաժին և ծանոթանալ մանրամասներին։ Այստեղ կարող եք տեսնել յուրաքանչյուր դասի թեման ևս։